Այսօր Armenia TV-ն լուրեր անգլերեն լեզվով, լուրեր հայերեն լեզվով, հadoop տեսանյութ Հանրապետության օր Գոլստոն ջեմարանեն ներս, հadoop տեսանյութ համասկային միօրյա թարգմանչած եւ թումանյան վարժարաններու անկախության դոնագադարություն, հadoop տեսանյութ անկախության 96-րդ տարեդարձը Սիդնեի մեջ. Today on Armenia TV. News in Armenian. News in English. Special report on Armenian Independence Day. Special report on Grandparents' Day at Golston College. Special report on Hamaskain Saturday School celebrating Armenia's Independence Day.
Բարև սիրելի հանդիսադեսներ, ժամը եկած է լսելու հայկական լուրերը։ Հոյիթա բյուրոյի հայտարարությունը Հալեբի հագահայ արարքներուն վերաբերյալ։ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն 4 հունիս 2014-ին հրապարակեց հայտարարությունը, որում մեջ կդադարեցվի Սուրիո Հալեբ քաղաքի հայահոծ շրջաններու մեջ ուշքնացող հարձակումները։ Հայտարարության մեջ հիշված է հայ հեղափոխական դաշնակցության բյուրոն կդադարեցվի Հալեբի հայաբնակ տղամասերու վրա վերջին օրերուն հետզհետե ուշքնացող հարձակումները։ Արդեն կասկած չի մնար, որ Սուրիո իշխանություններուն իբրև ինտիմություն հանդեպ եկող ուժերուն թիրախը բացառապես հայաբնակ տղամասերն են։ Կան փաստեր, որ Հալեբի հայաբնակ տղամասերուն վրա սասկացած հարձակումները կխրախուսվին հատկապես Թուրքիո կողմէ։ Կդիմենք ինտիմատիր այդ ուժերուն վրա ազդեցություն ունեցող բոլոր հատկապես արևմտյան պետություններուն անմիջապես իրենց լծակները օգտագործելով թատրեցնելու հայաբնակ տղամասերուն վրա հարձակումները։ Հագահայ հարձակումներուն եւ կորձված ոճրագործության մեղսագից կհամարվին հովանավորող բոլոր այն պետությունները, որոնք առաջ կչեն առներ այդ արարքներուն։ Գոչ կուղենք Սուրիո իշխանություններուն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հատկապես քրիստոնյա անզեն փոքրամասնություններու ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար։ Գոչ կուղենք նաև համայն հայության հնարավոր բոլոր միջոցներով սադարելու հագահայ արարքներու թատրեցման ուղված հոհիտա հայ թադի հանձնախումբերու եւ գրասենյակներու նախաձեռնություններուն։ Հոլանդ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներուն Արցախի հարցով առաջարկներ ներկայացուցած է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը դրական ազդեցություն պիտի ունենա դարաձաշրջանի մեջ գայունություն ապահովելու չանքերուն վրա։ Այս մասին հայտարարած է Ադրբեջանի մոտ Ֆրանսայի տեսփան Պասկալ Մոնիե։ Տեսփանը ավելցուցած է, որ նախագահ Ֆրանսուଆ Հոլանդ Ֆրանսայի մեջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներուն եւ Յահկի Մինսկի խմբակի համանախագահներուն հանդիպումը գազմագերբելու պատրաստակամություն հայտնած է։ Բանի հայկական քերեզմաններու բղձումը կշարունակվի։ Բանի Արդամետ շրջանի գտնվող հայկական եկեղեցին եւ քերեզմանատունը թուրք կանցախույզներու կողմէ դագավին կբղձվին։ Գրեթե ամբողջությամբ կանտված հայկական եկեղեցին մոտ գտնվող եւ մինչեւ 1915 թվական հայաբնակ տղամասի բնակիչներու ննչեցյալներուն հանգստավայրը եղող քերեզմանատունը կշարունակվի բղձվել։ Ոսկի եւ թանկարժեք այլ իրեր փնտրելու ընթացքին կանց որոնողները Խորբած քերեզմաններեն դուրս հանած են թաղված անձերու աջունները եւ ոսկորները շբրդած աջ ու ցախ, իսկ շուները իրենց կարգին այդ ոսկորները հաստուցած են մինչեւ բնակելի թաղամասերը։ 1877-ին Արդամեդը 400 դուներով հայկական մեծ բնակավայր էր թրքական հաջախագի բռնարարքներու պատճառով դարիներու ընթացքին բնակչության թիվը նվազած է։ Մինչև 1915 Գանկուն էր անոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հայերը ունեին նաև ամենօրյա վարժարան։ 1915-ին Արդամեդը հայերու մասնակցած են Վանի ինքնապաշտպանության գրիվներուն եւ նահանջող ռուսական զորքերուն հետ հաստատված են Արևելյան Հայաստան։ Սահակյան այսուհետև եւս պիտի կատարվի ամեն ինչ Արցախի սահմանները ամուր բահելու համար։ Արցախի նախագահ Պագոս Սահակյան այցելեց Հանրապետության հարավ-արևելյան սահմանակից եւ այնտեղ ծանոթացավ պաշտպանական համագարքի վիճակին։
Նախագահ Սահակյան արիության համար եւ մարտական զարայություն մեդալներ հանձնեց խումբ զինվորներու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական թիրքերուն ուղղությամբ թշնամիի ոտնձգությունները գասեցնելու եւ արժանի հագահարված տալու համար Նախագահ Բագո Սահակյան ընդգծեց, որ այսուհետև եւս պիտի կատարվի ամեն ինչ պետության սահմանները ամուր եւ ապահով պահելու ուղղությամբ։ Ցեզի հետեր Armenia TV-ն ազնիվ ինգլիզյան շնորհակալություն։ Գիրագի 1 հունիսի երեկոյան Համասկայնի արշակ եւ Սոֆի Գոլստեն ջեմարանի Նալբանդյան սրահեններս դեղի ունեցավ Հայաստանի առաջին հանրապետության 1918 մայիս 28-ի 96-րդ տարեդարձի տոնակատարություն հովանավորությամբ եւ գազագերբությամբ ավստրալիո-հայ հեղափոխական դաշնակցության թրո առանցնագի կոմիտեին Այս առիթով, որպես հյուրբանախոս հրավիրված էր նախկին ՀՕՀԻՏ բյուրոյի անդամ եւ ներկայիս Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ դոկտոր Վիկեն Հովսեփյանը։ Հանդիսությունը բացվեցավ Ավստրալիո եւ Հայաստանի քայլերներով գդարողությամբ Օրիորդ Շուշան Սարյանի, որ մեյետ ՀՕՀԻՏ երդասարտական միության անդամ Օրիորդ Կարինե Թորոսյան գդարեց բացման խոսքը։ Մայիս 28-ին ստեղծված անկախ պետականությունը կարճատև կյանք ունեցավ, սակայն անոր սերմանած հունդերը կրցան թիմադրել 10-ամյակներու վրա երկարող երաշտի ու փոթորիկներու իրերահաջորդ ալիքներուն։ Այսօր այդ հունդերը ձլած են։ Փաստ ներկա Հայաստանը, թեև Մասնագի փայտ եւ այնպես արյան քնով ազատագրված Արցախը եւ դակավին աշխուժ սպյուրքը հակառակ բազմաթիվ մարտահրավերներու Փակ մայիս 28-ի գերդողներուն Հարկանք մայիս 28-ի պատկամ ավելի քան 96 տարիներ չինչ ու վար պահողներուն Ուժ ու կորով երթը Անխափան պահողներուն, մինչև ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումը։ Քեղարվեստական հայդակրով հաջորդաբար ելույթ ունեցան Համասկայնի Նայրի բարախումբեն խումբ մբարմանուհիներ Մաղմուր աղջիկ բարով, Համասկային արշակ և Սոֆի Գոլստեն ջեմարանի նանոր երջախումբի աշակերտներ, Սարդարաբադ և 10 միլիոն հայ խմբերքներով, ՀՕՀԻՏ Քալե բադանեգան միության բադանիները, Քարեկին նշտեհ և քինիլից երգերով, Համասկայնի Սիդնի բարի անսամբլի 3 խումբի աղջիկները, Հերավոր հայրենիք բարով և Համասկայնի Նայրի բարախումբի մենաբարուհի Մարի Հաջյան Գիլիգիա մենաբարով։ Հայդակրին մասնակցող բոլոր խումբերն ու մենագադարները լավագույնս կատարեցին իրենց թերերը, արժանանալով ներկաներու քնահատանքին ու փուն ձապահարություններուն։
Հոհիտա թրո առանցնագի գոմիդեյության խոսքը փոխանցեց ընկեր Քևորգ Վարդանյան, որ նախ բարիքալուստի խոսք ուղեց ներկաներուն, ապա անդրադարձավ հայրենիքեն ներս, թե սփյուռքի մեջ անկախության թողած դրական աստեցության հայ ժողովրդի դարբեր խավերուն ու զանգվածներուն վրա։ Ընկեր Վարդանյանն նաև նշեց, թե այս տարի հատկանշական տարի մնե Ավստրալիո հայ հեղափոխական դաշնակցության գարույցին համար, որ գդոնե իր հիմնադրության 50-րդ տարեդարձը եւ քանի մցերնակներով արժանավայել գերբով պիտի նշի այս հadouk արիտը։ Ընկերը իր խոսքը եզրափակեց հետեւյալ միտքերով. Սիրելի ներկաներ, մայիս 28-ի խորհուրդը կխդանա այսօր այս բոլոր հիշյալ աշխատանքները համադրելու, կազմակերպելու եւ հայության օգտին վերածելու գործի մեջ։ Մայիս 28-ը հաղթանակի օր է։ Սարտարավադով Փաշա Վարամանով, Ղարաքիլիսեյով, իրականության վերածված այսօրը հավերժ պիտի մնա նոր սերունդի հոգիներու մեջ, որբեսի օրը ավակային մեզի առաջնորդեն նորանոր հաջողություններու եւ հաղթանակներու, մինչեւ որ իրագործվի հայության մեծ դեսիլքը, որ կխդանա հայ հեղափոխական դաշնակցության գլխավոր ցկտումի մեջ իրագործել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան։ Շնորհակալություն։
Փեմ հրավիրվեցավ օրվան փանախոսը։ Դոկտոր Հովսեփյան նախ իր ուրախությունը հայտնեց, թե հերավոր Ավստրալիո այս ափերուն վրա մեր հետ կդոներ մայիս 28-ի այս կարևոր ու անկյունաթարցային թվականը։ Շեշտելով մայիս 28-ի խորհուրդը եւ կարևորությունը մեր ազգային կյանքի մեջ, անհիշեց, թե այն սերունդը, որ մայիս 28 կերդեց, հասկացած էր, որ եթե գա ցկտում եւ նվիրում, գա նաեւ ջար։ Մեր ստրգացած ժողովրդին մեջ բայձարադես ղեկավարներու շնորհիվ քաչակորձություն կատարելու սերը արտնցավ եւ անիր սեփական ուժին հավատալով հասավ աժանի հաղթանակին։ Դոկտոր Հովսեփյան խոսեցավ միացյալ եւ ամբողջական քաղաքապարախոսության մասին, որուն առնչությամբ անհետեւյալ ցևով արտահայտվեցավ։ Քաղաքապարախոսությունը նկատի ունենալով, որ մեր ազգի զավակներուն 3/4-ը արդեն գտնագի մեր հողեր են դուրս, եւ այդ 3/4-ը սպիրտ կոչվածը մեծ կարողականություն է, մեծ potential է, եւ անոր գարելի չէ հեշտությամբ ղեկավարել, որովհետեւ անիկա բազմագետրոն է, սպիրտը միացույց չէ, միադար չէ, unitary actor չէ։ Գմնա, որ զարգացնենք ազգային քաղաքապարախոսությունը, որ միացնողը լա բոլոր հայերուն ուրա լա պինանոնք։ Այնքան ադեն, որ այսօր, այս պայմաններում մեջ հավաքակրել չենք կրնար մենք հայությունը մեկ աշխարհագրական տարածքի մեջ, պետք է որ հավաքակրենք քաղաքապարով, պետք է ունենանք քաղաքապարական այնպիսի արժեք եւ այնպիսի քաղաքապարական միտք, որ կարողանա բոլոր հայերս մեկտեղել ուրալ ապրինք մենք, ապրինք Ավստրալիա, Լոս Անջելես, Լիբանան, Սուրիա, Բարսկաստան, Էուր, Հայաստան, Ղարաբաղ, Ջավախ, երբ մեկ քաղաքապարի շուրջ ենք եւ այնտեղ առաջնահերթությունները հստակ են, կգտնեմ առաջնահերթությունները հստակ են, այդ բարակային մենք կլանք հզոր ազգ, այն ինչին, որ մեր ազգը եւ մեր պատմությունը արժանի է։ Կառաջարկեմ, որ մինչև 2015 թվականի վերջը, որպես մեր ազգի պատասխանը ցեղասպանության 100-ամյակին, մենք արձանագրենք 1.5 միլիոն նոր Հայաստանի քաղաքացիներ, որպես խորհրդանիշը մեր համասկային իդեալներուն։ Սահմանել դարեկան $100 քաղաքացիական հարկ երկքաղաքացիներուն վրա, անոնք, որոնք Հայաստանի հողի վրա չեն ապրիր, $100 հարկ, taxation, որովհետեւ այդ $100 յուրաքանչյուր անձի գրող $100 եւ ադիգա բազմավատելով 1 միլիոնով կամ 1.5 միլիոնով սիրելիներ, բավարարենք մեր Հայաստանի Հանրապետության բյուջեի լրիվ հացը, որովհետեւ այլևս Հայաստանը գաղթյալ չլա այս պետությունեն կամ այն պետությունեն։ Հայաստանը չարաշնորհվի անցյալեն եկած, արդեն դեղ գտած եւ ապակային ալ մեզ սպառնացող ստրգամդութենեն, որ քերվեդութենեն ալլա, Ամերիկայեն, Ռուսաստանեն, թե որ Հյուրփանախոսը ազատ անգախ միացյալ արդար եւ բայցար Հայաստանի մդիրանալու հուսատրիչ ու խորախոսիչ խոսքերով եզրափակեց իր պատկամը, որ արժանացավ ներկաներու քնահատանքին ու ձապահարություններուն։ Չբավարարվենք եղածով, մեզի դրվածով, որովհետև մեր ազգը հրաշքներ իրականացուցած եւ հրաշք իրականացնող ազգ է եւ ավելին արժանի է քան այսօր կա։ Ձեր ցերքի գազմենք փրունցումը, ուսուսի գազմենք փանակը, եւ ցկտինք ավելի լավին, մաքրվինք եւ մաքրենք մեր շրջապատը, մեր պետությունը, որովհետեւ ավելի բայցար մայիս 28-ներ կարողանանք գերտել։ Ժամանակը կգարձեմ հասած է ու արդեն անցած է։ Այնպիսի իրականության մեջ ենք, որ յուրաքանչյուր րոպեն այնքան արժեքավոր է, որքան յուրաքանչյուր հայը, որ մենք օրե-օր կգործընծնենք
ջերմակ չարքին եւ սուրունին։ Ժամանակն է ստապելու, ժամանակն է չփավարարվելու, ժամանակն է հզորանալու, որովհետեւ հզորացնենք մեր հայրենիքը։ Ժամանակն է հզորանալու մեր համայնքները հզորացնելու, որովհետեւ հզորացնենք Հայաստանը, որովհետեւ Հայաստանը իսկապես որ վերածվի այն խարիսքին, այն լուսավոր խարիսքին, որ կարողանա դառնալ այն խարիսքը, այն հենարանը, որուն վրա կա գերգվելու այն երազներու երազը, ազատը, անգախը, միացյալը, արդարը, ազնիվը, լուսավորը, եւ այս խորհուրդով եւ այս հանձնարարությամբ սիրելիներ, եկեք այս գիշեր բաժնվենք իրար մեջ, իրարու կետ եւ յուրաքանչյուրս մենք մեզի խոսք տալու, որ պիտի չզիջենք բարգավաճանության քարոզչության, պիտի չզիջենք, որովհետեւ մենք որպես ազգ, մենք որպես հայրենիք ավելին արժանի ենք, ավելի բայզային արժանի ենք։ Շնորհակալ եմ։ Հայդակրի ավարտին փեմ հրավիրվեցավ Աժանաբադիվ Դերնորայր ավակ Քահանա Փաթանյան, որ սրբազան հոր շնորհավորանքները փոխանցեց գազագերբիչ մարմին մայիս 28-ի խորհուրդը բացաճորեն նշելուն համար այս հուդարը ափերուն վրա յուրաքանչյուր հայ գաբրի հայրենիքի գարոդով։ Դեր հայրը վեր բռնեց մեր ժողովրդի պատմության մեջ այս կարևոր թվականը գերտող հայորդիներու գդարած սխրագործությունները, որոնց շնորհիվ երկար դարիներու ստրգութենե ետք մենք ունեցանք մեր առաջին հանրապետությունը եւ գերդեցինք մեր առաջին անկախությունը։ Եվ այսօր հանուն թեմիս առաջնորդ սրբազան հոր, որ կբացակայի քաղաքես, ես ներկա եմ բերելու համար իր խոսքն ու աղտանքը, ես շնորհավորությունները Թրո առանցնագիր կոմիտեին, որ այս քեղեցիկ երեկոն սարքեց եւ մենք բոլոր սալ իրականություն տեսանք այս երեկոն վայելելու, ըմբոշխնելու եւ հայկական քեղեցիկ մթնոլորտի մեջ ապրելու։ Թող միշտ անմար մնա հայոց երկիրը, թող հայու այս երկնակամարը միշտ խաղաղ մնա, միշտ կապույտ մնա եւ այլևս մեզի Փավ է այլևս սարակիր հասկացողությունը, մինչև այն օրը, երբ մենք կանք բոլոր սալ հավաքվելու Հայաստանի երկնակամարին դակ եւ վայելելու մեր հայրենիքը, որպես հայ ժողովուրդ եւ հավատացյալ ժողովուրդ։ Շնորհավորություններ։ Ուրեմն այս երեկո իրականության մեջ խիստ տպավորիչ երեկոն է, ապրեցանք անկախության ոգիով, մայիս 28-ի պատգամով, երեկոյան խիստ հետաքրքրական բաժինը դիքեն հյուրին փաստաթղթություններ, որ քաղաքական կետնի վրա բավականին գեդեր մատնանշեց, հայկարելու, չփավարարվելու, իզախության ոգին մեր մեջ ավելի զորացնելու, ուրեմն ամեն հայ իր պատկանի հետ խորհուրդ արար եւ դարար դարձին։ Ուզեմ շնորհակալություն ներկայացնել բոլոր ներկաներուն այսօրվա մայիս 28-ի արվեստական ցերագին, որ սա դարձավ։ Շնորհակալություն բոլոր բադաններուն, երդասարտներուն, դպրոցի Չախուպին եւ բարերուն, որ ներկա կտնվեցան դեպքացին երեկոն։ Փարք մայիս 28-ը գերդողներուն, հարկանք մայիս 28-ի պատգամը 96 տարիներ, չինչ ու վար բահողներուն, ուժ ու գորով երթը անխափան բահողներուն։
Ձեր ձեր կիտերվա
Welcome to the news in English. Sydney. The Armenian National Committee of Australia has called on its community to sign an online petition demanding Australia help stop the rebel bombings of innocent civilians in the heavily Armenian populated Syrian city of Aleppo. This comes following the escalation of attacks on the Armenian populated regions of Aleppo such as Norkur, recently leading local authorities to designate the area a disaster zone. ANC Australia's petition is addressed to Prime Minister of Australia Tony Abbott, requesting Australia demands an end to rebel bombings of innocent Christians and all civilians in Aleppo. Australia pressures its allies, including the United States of America and Turkey, demanding they stop funding these rebel forces, destroying Christian homes in Syrian regions such as Aleppo and Kesab. He and his Foreign Minister, Julie Bishop, provide an appropriate response to ANC Australia's last petition, asking Australia to condemn Turkey's role in the forced depopulation of historically Armenian populated city of Kesab, Syria. Yerevan. Armenian President Serge Sargsyan held a meeting on Monday in Yerevan with the leadership of the Armenian Ministry of Foreign Affairs and the head of an Armenian diplomatic representations abroad, speaking about what he deemed the most urgent issues on Armenia's domestic and foreign policy agenda. The President touched upon regional issues, including Armenia-Turkey relations, the need to unite the efforts of all Armenians to organize the events dedicated to the 100th anniversary of the Armenian genocide on a proper level, and supporting the Syrian Armenians. Sargsyan also stressed the importance of continuous cooperation and development with the European Union, among many other trying matters. Washington. The Armenian National Committee of America, ANCA, continued to press the Obama administration for straight answers about Turkey's role in the March 21st cross-border attack by extremists that depopulated the historically Armenian town of Kesab. ANCA Chairman Ken Hachikian has stressed that Armenian Americans remain very troubled by the administration's continued reluctance to provide a simple answer to a straightforward question. Is it the considered judgment of the US government that the Republic of Turkey aided, abetted, facilitated, or otherwise played a role in the March 21st attack on Kesab? Despite extensive evidence of Ankara's facilitation of assault, Assistant Secretary Nuland passed along Turkish government's denial without any critical commentary. Ankara. Turkish President Abdullah Gül said he still had hopes for a normalization of relations between Turkey and Armenia. Gül was speaking to an audience at Harvard's Kennedy School of Government as he attended his son's graduating ceremony. Referring to Armenian-Turkish relations, he insisted that Ankara approaches neighboring Armenia sincerely and open-heartedly. Tabriz, Iran. The government of Iran had expressed readiness to restore 3 Armenian churches in the Termut-Zangmar River. Iran has 7 free economic zones in use for economic and tourism development. The Armenian Church owns multiple sections of land in the area, including 3 churches, St. Gregory the Illuminator, St. Sarkis and St. George. As Iranian authorities are preparing for restoration, the Armenian prelacy suggested that the authorities involve Armenian experts, an offer which officials say will be considered. Caroline Giroyan, Armenia TV. Հայաստանի անկախության 96-րդ տարեդարձի դոնագադարություն եւ մեծ ծնողներու օր։ Ավանդական այս երկու դոնագադարությունները դեղի ունեցան ուրբաթ 30 մայիսին Կոլստոն ջեմարանին Ալմանյան սրահեն ներս ավելի քան 120 ծնողներու եւ մեծ հայրիկ ու մայրիկներու ներկայությամբ։ Գեղարվեստական ջող հայդակիրը պատրաստված էր հայրենի ուսուցչուհիներուն կողմէ։ Բարի կալուստի խոսքը գարտացին 11-րդ դասարանի աշակերտուհիներ Նայրիկ Էլեյան, Լորա Օհանեսյան եւ Մարիամ Մելքոնյան։ 5-րդ դասարանեն խումբ աշակերտներ գարտացին անկախության գերման մասին պատմական վկայություն։ Հայ տրոշի նվիրված արտասանություն արտասանեց 6-րդ դասարանի աշակերտ Սեբու Տաթյոսյան։ 3-րդն 6-րդ դասարանի աշակերտները տնտացուցին Սարդարաբադ Իմ Երևան եւ հբարտ քնացեք երկերը, հուզելով եւ հբարտությամբ լեցնելով ներկաներուն սրդերը։ Առաջին դասարանի աշակերտները ներկայացուցին փոքրիկ թատրոնը։ IPF-ն դասարանի աշակերտները երկեցին Փարի Մուգիկ երգը, խլելով հանդիսականներուն ծափարությունները։ Ապա խումբը 5-րդ դասարանի աշակերտներն արտասանեցին մայրենի լեզու ոդանավորը։ Մանկաբարձի երկու դասարաներու, ինչպես նաև առաջին եւ երկրորդ կարգի աշակերտները խմբերկեցին IPN քիմը եւ հայերեն երգենքը։ Արփի Սահակյան եւ Սևակ Պետրոսյան արտասանեցին մեր լեզուն արտասանությունը։
Սասնաբարը եւ փոքրիկ զինվորը խմբերկեցին առաջին եւ երկրորդ դասարանի աշակերտները, որոնք անգամ եւս ձապողջուններով թիմավորվեցան հանդիսադեսներուն կողմէ։ Ախաս մայիսը արդասանեց Արման Մարտիրոսյանը։ Մոգած հարցները երկով 9-րդ դասարանի աշակերտուհի Թամար Աղաջանյան թույթեց հանդիսականները, իսկ Նանոր Մարաշելյան ու Աննա Բերբերյան իրենց բարով ընկերակցեցան երկին։ 4-րդ դասարանի աշակերտները ներկայացուցին մեր դրոշը խոսակցություն արդասանությունը։ Հանդեսի փակումը կատարվեցավ հոյագապ խմբային արդասանությամբ եւ խմբերկոմը 10 միլիոն հայ գդարողությամբ 3-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտներուն։ Նախքան հանդեսի ավարտը խոսքը արավ դնորեն բարոն Նշան Բասմաջյան։ Ան դրվադեց հայ ծնողն ու մեծ ծնողքը, որոնց խաղացած ու խաղալիքները մեծ է եւ գենսական սերունդներու հայագետման գործընթացի համար։ Մեծ ծնողները իրենց երախտագիտությունը հայտնեցին դնորենության եւ ուսուցիչներուն եւ ուրախությամբ հուզմախառն զգացումներով հերացան սրահեն։
Tumanyan and Turkmenchads come together. On Saturday, the 31st of May 2014, the Turkmenchads and Tumanyan Armenian Saturday schools spent a day together on the grounds of the Tumanyan school in Bride. Corresponding classes enjoyed lessons in the same room together, followed by a recess, where both students and teachers were able to mingle and enjoy a lovely afternoon tea. Following lunch, the older students gathered in a room where they took turns performing theatric segments commemorating the Armenian genocide, Abru Kasanchors, as well as the First Republic of Armenia, Mais Kasanut. The students put on a wonderful spectacle of poetry, Armenian song, and some even played instruments. Two boys from Turkmenchads played Kedashen and Hayorti proudly on the flute, which was most enjoyable. Meanwhile, students from the infant classes enjoyed a comedic afternoon with an entertainer who was interactive, making them laugh and even let them pet his magical pet rabbit. The afternoon proved to be a hit, with students from both Tumanyan and Turkmenchad Saturday schools coming together and celebrating their culture in a unified and enjoyable manner. Ոչրագործները պիտի պատժվեն։ Իրավացի է Նատալին, և դա կլինի արդար հատուցում։ Դաշնակցությունը պիտի դատավճիռ իրագործի։ Անհապաղ պիտի գործենք ընկերներ։ Ինչ կարծիք ես, Արմեն Գարո։ Որոշումը մեկն է, պիտի հատուցեն վերջ։ Բարձր։ Վերջ։ Վերջ։ Մենք որոշեցինք, մնում է ընտրենք թեկնածուին։ Դե ինչ ընկերներ, վճիռը կայացված է։ Ով է առաջինը։ Թալյատը։ Վճռված է։ Գերմանիայում քեզ կօգնեն Մարջանովը և Ավետիք Իսահակյանը։ Սա էլ քո անցագիրը, Սողոմոն։ Մնացածի մասին կխոսենք Գերմանիայում։ Աշխարհ սարսեց հայ ու ահը, գետին ընկավ թուրքի գահը, պատմեմ ձեզ Թալյատի մահակինիլից, ընկեր ջանքինիլից, զոմողաց անուշ, անուշ, զոմողաց անուշ, պատմեմ ձեզ Թալյատի մահակինիլից, ընկեր ջանքինիլից, զոմողաց անուշ, անուշ, զոմողաց անուշ։ Դաշնակցություն ժողովարեց, Շունթալյատին նախ որոշեց, Թեխլերյանի բախտը բացվեց կինիլից, ընկեր ջան կինիլից, զոմողաց անուշ, անուշ, զոմողաց անուշ, Թեխլերյանի բախտը բացվեց կինիլից, ընկեր ջան կինիլից, զոմողաց անուշ, անուշ, զոմողաց անուշ։ Թալյատ։ Շունթալյատը փոխավերին, Թեղլերյանը հոսավերին, Զարգեր ջանքին պրես գետնին կինիլից, ընգեր ջանքինիլից, Զոմողաց անուշ, անուշ, զոմողաց
շակտին պրես կետնին կինիլից, ընգեր ճան կինիլից, կմողացան ուշ անուշ, կմողացան ուշ Շունթալյատին կրին թորը, լուրը տարան իր ծերմորը, կեցե դաշնակ կամավորը կինիլից, ընգեր ճան կինիլից, կմողացան ուշ անուշ, կմողացան ուշ Կեցե դաշնակ կամավորը կինիլից, ընգեր ճան կինիլից, կմողացան ուշ անուշ, կմողացան ուշ Իշադագըտ միշտ բարավոր, շիրիմի դույս կրիստավոր, բայց կսանուն շնոր հավոր կինիլից, ընգեր ճան կինիլից, կմողացան ուշ անուշ, կմողացան ուշ Բայց կսանուն շնոր հավոր կինիլից, ընգեր ճան կինիլից, կմողացան ուշ անուշ, կմողացան ուշ Grandparents' Day at Galston College. On Friday the 30th of May, Galston College hosted its annual Grandparents' Day in the school's Nalbandian Hall. While this event paid tribute to the relationship between the school's infant and primary school students and their grandparents, the students also put on a vivid spectacle commemorating the First Armenian Republic, known to all Armenians as Maiz Kasanut, or May 28. The theatric showcased by the students entertained the audience for several hours. Some segments were traditional, with children reciting poetry in both English and Armenian and dancing traditional Armenian dance, while others were funny and light-hearted, causing the audience to constantly laugh out loud. Even the kindergarten and Year 1 students graced the stage, dressing up as mice and crawling across the stage reciting in Armenian. Face paint, tails and all, the audience watched in absolute delight, as each production iterated the same message over and over again. The pride and honour felt to be Armenian. Another highlight was the infant students' impressive modern and up-tempo rendition of the alphabet, Aipupenaran, with students lifting large cards with letters of the Armenian alphabet printed largely on it, showcasing a vibrant display of red, blue and orange, Armenia's national colours, across the stage. Principal Mr. Nishan Basmajan closed the concert by addressing the audience, reminding all grandparents that the high quality of the day's show was because of the love and admiration that each student upholds for their grandmother and grandfather.
Գարոտով ես անհուն որամ է մի գարուն ճրերով վարարում գարգաչում է սարերում դեսնեի այն արում գարոտով ես անհուն որամ է մի գարուն Չում է սարերում Տեկվեի աղբիրից գարոտած բաղջրի Մեր գանաչ մարգերում ուրզագուն գեմբուրում ուրմանում օրերում ովներ ինձ միշտ ամբյուրում լինեի հանդերում մեր գանաչ մարգերում ուրզագուն գեմբուրում հայրենիք իմ սրդում դե չգնեմ ես մարդում ախ իմ մայր տանգագին դուն գգամ ես կրգին գսվոբեմ գոգին ամբույրով չերմագին Սերմեմ գեզին գրծքի ախ իմ մայր տանգագին դուն գգամ ես կրգին գսվոբեմ գոգին ամբույրով չերմագին գսերմեմ գեզին գրծքի ախ իմ Zարտիր vortiakush pervergac Vaderas mi monchevets Zարտir vortiakush pervergac Vaderas mi monchevets Zարտir kochets ein հայրենյաց գենաց մահու ժամջեց Զարտիր կոչեց այն հայրենյաց գենաց մահու ժամջեց Պատրաստել եմ քո զենքերը ահա գլխի
ինչպես երբ են քո կրկերը երբ կերտայիր վաճառան ինչպես երբ են քո կրկերը երբ կերտայիր վաճառան Սպարգախեմ կողուսներ Ելիր գավեմ սուրը մեջքիտ Ասպարգախեմ կողուսներ Եվ սուրբ դրոշակ հայրենիքիտ Կողծացանի աչտևի Եվ սուրբ դրոշակ հայրենիքիտ կողծացանի աչտևի Եվ սուրբ դրոշակ հայրենիքիտ կողծացանի Armenia Media ընկերակցության անունով գուզենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր երաշխավորներուն